Մեր երկրի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրենց քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Այժմ մոտենանք քաղաքացիներին եւ հասկանանք, արդյոք մեր իշխանությունը իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, կամ արդյոք այդ պայքարը արդարացված է։ Ճիշտ ասած, մինչև Հայաստանում կա Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, իր տղով, ընտանիքով հնարավոր չէ այդ ամեն ինչը անել, որովհետև ճիշտ ասած ասում են, թե եկել են նոր ուժեր, բայց ուժերը նույնն են на самом деле։ Իրանք աշխատում են ոչ օգուտ հայ ազգի, նրանք աշխատում են Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակները իրականացնելու համար։ Մեղրի ճանապարհը այն, որ ուզում են բացանեն, այդ մեղրի ճանապարհը մեզ կբերի Թուրան։ Եթե Թուրանի մասին իրենք մտածում են, նշանակում է, որ բարձ է, որ չեն ուզենա ինչ-որ մի ձևով հաղթեն կոռուպցիան Հայաստանի մեջին։ Կոռուպցիան առաջ Սերժ Սարգսյանի վաղտով էր, ասում են 50% են չէ իր եղբոր տվեցում հիմա այդ նույն գործողություններով զբաղվում է ուրիշ ոնց ասեմ պաշտոնյա այդ նույն գործողություններով ու ասենք թե անուններով չեմ ուզենա ասեմ սաղ էլ գիտեն ում մասին է խոսքը գնում դա խաթեր դժվար է այսօրվա օրով ասել որ կոռուպցիան կարելի է հաղթել Հայաստանի մեջ բայց եթե կան նոր ուժեր որոնք ուզենան իօգուտ Հայաստանի աշխատեն իօգուտ հայ ժողովրդի ամեն ինչ լավ կերնի Այս կառավարությունով հնարավոր չի կոռուպցիայի դեմ ինչ-որ մի ձևով պայքարել։ Իրանք են այս ամեն ինչը Հայաստան բերել։ Ոչ։ Իսկ ինչու։ Որտե ոչ մի արդյունք չեմ տեսնում։ Խոսալով չի լինում պայքարը, արդյունքով է լինում։ Երբ որ արդյունք կտեսնենք կոնկրետ, այդ ժամանակ կհաստատենք, որ պայքարում են։ Դա պարզապես խոսքեր են։ Ես չեմ տեսնում։ Չէ, չեմ տեսնում։ Ես գործում եմ ոչ քաղաքական բան չի, ոչ մի։ Ես դե փաստեր չեմ տեսնում կներեք։ Ոնց կարան իրանք իրանց դեմ պայքարեն։ Հələ մի հատ է ձևն ինձ ասա, էլի։ Իհարկե պայքարում են։ Ինչպես են պայքարում։ Ինչքան կարողանում են, այդքան պայքարում են։ Այնքան կոռուպցիոներ ունեք ստեղ ժողովրդից շատ են կոռուպցիոներները այս երկրում, բա ինչ եք ուզում լինի։ Իսկ դու կարող եք մատնանշել մի դեպք, երբ կոռուպցիան օրինակ բացահայտվել է։ Դե պետք է հետևեք, տեսնեք, էլի։ Ես տենց ոնց սախո չեմ հիշում, ինչն է բացահայտվել։ Բայց ամեն դեպքում հետևում եք։ Դա պատահումը հետևում ենք, այո։ Ասում եմ, իրանք իրանց դեմ չեն կարա պայքարեն։ Թե չեն նախկինները կերը անթալանին դե ուրա բեր կիսվենք։ Հենց որ Ազիջան, սաղ սուտ բաներ է։ Գիտես ինչա, ես համաձայն եմ կոռուպցիայի դեմ պիտի պայքարի, բայց բիզնեսը Հայաստանի չպիտի ճնշի։ Այսօր բիզնեսը ճնշում են այն միջոցով, որ նայժատ են անում, յանի սխալություն են, յանի չեն մուծում, տեսում են խապում, ժողովրդն են խապում։ Մեկը մեկից բիզնես են խլում, բայց դա անարդարություն է։ Եթե դուք բիզնես, սորական քաղաքացի բիզնես ստեղծի, առաջ չետա, բյուջետել փոխանցում, նալոգամուծում, իրանք տենում են, ինչ հաջողում այդ բիզնեսը, դավայ խապենք մի բան անենք, յանի սխալությունը խախտում ունի, որ բիզնեսը ձերից խլեն։ Այսօր 20 գազի զապրավկա փակել են, ինչի համար, նալոգը չեն մուծում, ոնց չեն, լավ էլ մուծում են, եթե չեն մուծում, այս միջևետի ուր էին, ուրեմն պետք է խլեն, այսօր Երևան City են խլում, բանի, չգիտեմ, Ալեքսանյանն է, այս City տրորենը, իրանց մեկ էլ գայ զապրավկեք են փակել 20, որովհետև այս գազապրավ 20 զապրավկում մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները աշխատում են, ընտանիքներ են պահում, իրանք կկերցնեն մնացած աշխատողներին, ոչ, որ մեկին օգնի պետությունը, հիմա որ դիմում է օգնության պետության, բանի ռայոնի մասպետարան, քաղաքապետարան դիմում ես, ասում են, գիտեք ինչա, բյուջետ փող չկա, բա ասում են, գոռում են բյուջետ լիքն է, փողը կա, բայ ոնց կա, եթե ասում են քաղաքապետարանում ու մասպետարանում բյուջետում փող չկա։ Այդ ոնց ժողովրդին ուզում են գլոբալ պրոբլեմա ծածկեն, որ խելքը անցկացնեն այդ պրոբլեմի վրա։ Յանի տեսեք, մենք աշխատում ենք, մենք մի բան անում ենք, աշխատանքը բիզնես նայժատ չի, աշխատանքն չի, պետք է ստեղծեն
ժողովրդի համար աշխատանքները պիտի ստեղծեն, զավոդները պիտի ստեղծեն մեր հայկական պրոդուկցիա, որ մենք տարածենք ամբողջ աշխարհում։ Այսօր թուրքականն է մտնում Հայաստան։ Մեզի ոչ թուրքականն է պետք, ոչ մի, թող ռուսական մտնի, ուկրաինսկի մտնի պրոդուկցիա, թող մտնի բելարուսկի, վրացական, դեմ չեմ, եվրոպական մտնի, ամերիկական մտնի, ոչ թե ուրիշ, որտե վտանգավոր է այսօր վստահել։ Ինչ կբերեն Հայաստան, էդի Աստված գիտի, բացացետի այսօր որ մարքեթներում ծախում են ժանկետ անցած ապրանքները կոնտրոլ չի, այդի կոնտրոլ անեն ինչ ապրանքներ են բերում, որակով մենք ընդունենք ապրանք, չեմ ասում, այսօր մենք երեխեքին ենք կերցնում, մեր ընտանիքներ են կերցնում, ինչ են կերցնում, մենք չպիտի իմանանք։